Հայոց լեռնաշխարհից եւ Armnews-ի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy մարսողությանը նպաստող հիանալի հաղորդումը։ Այսօր առաջին ռազմային ասիրականը ձեզ համար կվարեն Սերգեյ Սարգսյանը եւ Նարեկ Մարգարյանը։ Այո, եւ այսօր սովորական օր չէ, հոկտեմբերի 8-ն է, այո, ինչպես կրայեցիք Պերուի նավատորմի օրը։ Շնորհավորում ենք Պերուի բոլոր նավատորմիկներին եւ առաջարկում այսօր դիտել ԲՀԿ-ն անկեղծանում է, ինչպիսին պետք է լինի իշխանափոխությունը։ Սկանդալային բացահայտում հայտնի են դարձել քաղաքական գործիչների գաղտնաբառերը ինտերնետում։ Վաճառականների արշավանքը կառավարություն, ինչպես ավարտվեց աղմկահարույց բարեփոխումը։ Ինչու Գալուսակյանը չի խաղում ֆուտբոլ։ Քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Լրահոսը ոտի վրա, Կիևի քաղաքապետ ու համատեղության բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն գնացել էր եկեղեցի։ Մրցավարը ստիպված էր կանգնեցնել մենամարտը, որովհետև գլխով հարվածները բոքսում արգելված են։ Մեր ԱԺ նախագահը գնացել է Վրաստան ու միանգամից ուզում ես հասկանալ, ինչ ուղերձ է Հայաստանը դրանով ուղարկում Վրաստանին, ինչպես կկառուցվեն Վրաստան-Գալուսակյան հարաբերությունները, ինչ ասաց նա վրաց վեհափառին, եւ ի վերջո երբ է Վրաստանը Հայաստանի հետ կիսվելու սացիվի պատրաստելու բաղադրատոմսով, աջարականն էլ էլի, եթե կարելի է։ Մյանմարում հայկական եկեղեցու սպասավորը, այո, Բիրմայում նույնպես կա հայկական եկեղեցի, ես էլ սկզբից զարմացել, մի խոսքով մեր տերտերը պարզվում է ոչ հայա, ոչ էլ հոգևորական։ Տենց ուղղակի եկեղեցին դատարկ ա եղել, մտել ա ու տարիներով պատարակներ ա մատուցել, նույնիսկ Տեր Ողորմյան չիմանալով։ Թեհոմյա, թեհոմյա։ Օ, փաստորեն լավ էլ վիզա դրել։ Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծնունդն էր, նրան բոլորը շնորհավորում էին, բայց արևմուտքի պատժամիջոցների պատճառով շնորհավորանքներից հանվել էին բոլոր բարեմաղթանքները։ Մեկու մեջ կային տեղեր, որ գրում են մաղթում ենք, բայց երկար կյանքի փոխարեն թողել են ուղղակի կյանք։ Բացահայտվել է գաղտնիքը, թե ինչու Էբոլա վիրուսը չի մտնում Հայաստան։ Պարզվում է, որ 2 շաբաթ առաջ մտել է։ Առանց խուճապել, ես խնդրում եմ, այո, մտել է Բութանիա թաղամաս, բայց դե տղեկը տպել լարել են Էբոլային։ Ինձ թվում է աշխարհի ամենալավ PR-շիկները բրիտանացի գիտնականների մոտ են։ Ինչ հայտնագործություն տեղի ունենում աշխարհում, նախ մտածում են կարող է իրանք են, չնայած Հայաստանում տենց չի, նախ մտածում ենք կարող է Գյումրի տեխնոպարկն է, հետո նոր միանգամից բրիտանացի գիտնականները։ Հիշում եք, որ անցյալ հաղորդմանը քննարկում ենք ինչպես է ԲՀԿ-ն շարունակ խուսափում խոստովանել, որ իրականում ուզում է իշխանափոխություն։ Ну говори же, говори։ Ես կուզեմ քեզի Սեմոր։ Այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի եւ այս իշխանությունը պիտի հեռանա։ Դե հեռանա, փոխվի, նույն բանն է, փաստորեն ասեցին։ Հա, վերջ, արձանագրեցինք ու անցնենք առաջ։ Կարևորը հիմա ոչ մեկ չսկսի մեսիջը լղոզել։ Չէ, ինչ կա լղոզելու։ Ամեն ինչ պարզ ասվել է, իշխանությունը պետք է հեռանա։ Իշխանափոխություն է այն, որ մենք դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, որը որ թույլ չի տալիս իշխանություններին վերարտադրվելու։ Ո՞վ է։ Ստեփան Մարգարյանն է ԲՀԿ-ից։ Որպես Մարգարյանը Մարգարյանին, ախր տենց ահագին թուլացնում եք Նաիրա Զոհրաբյանի ասածը, պլյուս ստացվում է, որ էլի մենակ ՀԱԿ-ն ա վիզ դնում, սահմանադրական փոփոխությանը դեմ լինելը շատ անուղղակի իշխանափոխություն է։ Նույն հաջողությամբ կարելի է օրինակ դեմ լինել թթվածնին, չի լինի թթվածին, կվերանա իշխանությունը։ Հա, եթե ոչինչ չպատահի, իշխանությունը մի օր հեռանում է, հա։ Եթե ոչինչ էլ չպատահի, ժամկետը լրանում է եւ գնում է իշխանությունը։ Հա, փաստորեն այդ պահը գիտեք։ Դե մի անգամ էլ կարելի է հստակեցնել այդ դիրքորոշումը։ Մենք դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, որը որ թույլ չի տալիս իշխանություններին վերարտադրվելու։ Հա?
Չէ, ինձ թվում է դուք մի բան խառնեցիք, դուք դեմ եք այն սահմանադրությանը, որը թույլ է տալիս իշխանություններին վերարտադրվել։ Ձեր ասածը ՀՀԿ-ն է, իսկ դուք ԲՀԿ-ն, ագին տարբերություն կա, մի ամբողջ տառ։ Իշխանափոխության, օքեյ, ասենք պահանջի հետ մեկտեղ ԲՀԿ-ն հնարավորություն է տալիս իշխանություններին ուղղվել։ Ոչ միայն սահմանադրության փոփոխությունը կանխելն է, այլ նաև հասկանալ վերջնականապես արդյոք 12 կետերի շուրջ հիմնավոր խաչ է քաշված, թե սպասելի է առաջիկայում։ Այս սովորեք մոլորակի ամենահամբերատար ու բարի ընդդիմությունն է։ Այլընտրանքը։ Ախ, էդ է նշանակում այլընտրանք։ Չգիտեմ, ես մեկ ինչ-որ հակասություն եմ ստեղ տեսնում։ Չեմ տեսնում հակասություն ճիշտն ասած։ Այն, որ ընդհանրենք կարելի է հեռանալ ավերելով ամեն ինչ, կարելի է հեռանալ համագործակցված։ Համագործակցված։ Այսինքն, դե գիտեք ոնց, ուզում են որ իշխանությունները լավ վիզ դնեն, լիքը լավ բաներ անեն ու վերջում ասեն տղերք, դե մենք հեռացանք։ Էս է բանալիները։ հա, տենց, ես մի տեսակ սյուր հնչում։ Ինձ թվում է ճիշտ կլինի կուսակցությունների լիդերները սրա մասին խոսեն։ Իրենք հանրահավաքին գալու են, չէ՞։ Մենք ձերվեշնական չենք, որ որոշում չենք կայացրել, որ պահին են միանալու լիդերները։ Ո՞նց թե չեք որոշել, մեծ հանրահավաք եք անում ու լիդերները կարող է ամենավերջում գան։ Այդ ոնց որ Beatles-ի համերգ լինի, որտեղ երկար տժժցնի Ringo Starr-ը, իսկ հետո վերջում միանան Lennon-ը, McCartney-ն ու Harrison-ը։ Ուզում ասեմ, Ringo Starr-ը այդքան հետաքրքիր չի էլի։ Լավ, իսկ միտինգից հետո ինչ է լինելու։ Կարող է մարդիկ մնան հրապարակում։ Ժողովրդին ուղարկել կամ պահել ազատության հրապարակում, դա ծրագրի մեջ է մտնում մեր։ Բան չհասկացանք այս մարդուց։ Բայց մի բան շատ հստակ ու պարզ է, եթե ԲՀԿ-ն գա իշխանության, ինձ թվում է մենք հասկացանք ով է դառնալու արժանախագահ։ Այսօր չորեքշաբթի է, ուրեմն մենք ունենք մի հիանալի տասնյակ։ Ես կասեի սենսացիոն ու սկանդալային տասնյակ։ Բաս այդ միշտ օգնում է ոնց որ։ Սենսացիոն ու սկանդալային տասնյակ։ Այսօր բացահայտելու ենք քաղաքական գործիչների top 10 գաղտնաբառերը։ Ինչ պասվորդներ, պարոլներ, գաղտնաբառեր են օգտագործում մերոնք ինտերնետում։ 10-րդ տեղ Sugar King 2000, դե այս մեկը դժվար չի կրահել, Սամվել Ալեքսանյանինն է։ 9-րդ տեղ հիմնադիր 111 Լևոն Տեր-Պետրոսյան, իդեպ սա երկրի հիմնադիր գաղտնաբառն է։ 8-րդ տեղ Das ist mein Passwort, Ռուբեն Հայրապետյան։ 7-րդ տեղ Զորաբյան Նայրա 2000, դե սա պարզանցվում Նայրա Զորաբյանին։ Չէ, սխալ ես կարդում, չես տեսնում, մեծ տառերով է գրված։ Զոհրաբյան Նայրա 2000։ Այդ մեծ տառերը կարևոր են password-ներում։ Լավ, ընդունում եմ 6-րդ տեղում Արտաշես Գեղամյանի գաղտնաբառն է։ Բրավո Գեղամյան։ 5-րդ տեղ Արթուր Բաղդասարյանի գաղտնաբառը, Արթուր 123 կամ 123 Արթուր կամ 321 Արթուր, բախտը գիտի։ 4-րդ տեղ մի քիչ երկար գաղտնաբառը հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ Խաչիկ Ասրյանի հայտնի երամիասնության գաղտնաբառը։ 3-րդ տեղ 1 գումարած 1 գումարած 1 գումարած 1 գումարած 1 Նիկոլ Փաշինյանի գաղտնաբառը։ 2-րդ տեղ Փետրվար 18 հաստատ Ռաֆի Հովհաննիսյանինն է։ 18 թե 18։ Դասուտ, ներողություն, իհարկե դասուտ։ Եվ առաջին տեղը զբաղեցած գաղտնաբառը 1 2 3 4 5 6 7 8 Գալուս Սահակյան։ Քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy։ Առևտրականները շարունակում են դժգոհել փաստաթղթեր պահանջող նոր բարեփոխումից։ Գուցե իրանք չգիտեն, որ դա բարեփոխում է, փորձել են ասել, որ դա իօքուտ իրենց հարվում։ Դե երկու կողմերը արդեն սկսել են հանդիպել, նենց որ արդեն լավ է։ Մի քանի ժամ շարունակված բանակցություններից հետո դրանց մասնակից առևտրականներից տեղեկացանք, որ կողմերին հաջողվել է փոխզիջումային տարբերակ գտնել։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Բանտիրա, բա տենց պետք է լինի քաղաքական ցիվիլ գործընթացը։ Ունենք էլի այդ մշակույթը, հո զորով չի։ Ու դրա համար պահանջվեց ընդհանրապես հստակ կոչեր անել կառավարության դիմաց։ Ու մարդկանց լսեցին, ու մարդկանց հետ բանակցեցին, որովհետև Սերգեյ ջան, երկիրը երկիր է։ Տղերք, մենակ դա չէր, նաև դրական իմպուլսներով էին հանդես գալիս ցուցարարները։ Օրինակ իշխանություններին համեմատեցին Նապոլեոնի հետ։ Կայսեր թե տորթի։
Սա կարող է դառնալ գործող իշխանությունների վաթերլոն։ Ինչպես ասում են, բոլոր յուրաքանչյուր Նապոլեոն ունի իր վաթերլոն։ Դե կարևորը գործը Վաթերլոյին չասավ ու կողմերը եկան կոմպրոմիսի։ Ու դե կարևորը տենց էմոցիաների վրա չհիմնվենք։ Կարծում եմ, որ վարչապետի տրամադրությունից ելնելով ամեն ինչ լավ կլինի։ Այո, մեր մոտ ամեն ինչ տրամադրության վրա է։ Իսկ բանակցողներից մեկը չդիմացավ ու բացեց փակագծերը։ Ոնց, ասեց ինչ են խոստացել։ Մանրամասն։ Խոստացվել է, որ ամեն ինչ լավ կլինի։ Դե տենանք։ Ու սա միակ խնդիրը չի երկրի։ Թեման փոխում ես։ Դե վերջում ուզում եմ պոզիտիվ բանով, էլի ոնց որ կենթանիների վիճակը Հայաստանում վատ է։ Այդ քո պոզիտիվն է։ Անհատների սխալ վերաբերմունքի հետևանքով հաճախ կենդանիները հայտնվում են անմարդկային պայմաններում։ Մի շարք համալիրներում, ժամանցի վայրերում մենք այդ կենդանիներին հայտնաբերել ենք վանդակներում։ Գնացեք կառավարության շենքի մոտ, հարցը բարձրացրեք։ Վարչապետի տրամադրությունը այսօր լավ է, բայց դե իհարկե լուսավոր կողմեր եւս կան։ Կային պայմաններ, որտեղ նրանց բազմանալու նախադրյալները շատ լավ էր ստեղծված։ Բազմանալու պայմանները ո՞րն է։ Դե վանդակում երևի բարի վայթ են միացնում, ռոմանտիկ լույսեր, ու սկսում է։ Լավ, քանի մեր մոտ բազմանալու պայմանները չեն ստեղծվել, եկեք ավարտենք, հա, այս մեկը արագ։ Այսօրվա մեր մասնագետ հյուրն է Նուրբ, չփոթել կոպիտ, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակից, քիմիայի դոկտոր, հա, Վիլեն Մնացականյան, պարոն Մնացականյան, մենք ձեզ ողջունում ենք, առաջին անգամ է մեր մոտ քիմիկոս, դրա համար մենք հուզվում ենք բոլորս։ Նուրբ օրգանական։ Հա, եւ այսպես որն է համար 1 խնդիրը այսօր Հայաստանում քիմիայի դեմը եւ ինչու չեն օրինականացնում մարիխուանան։ Վերջից սկսենք մարիխուանան շատ ճիշտ է, որ դա արգելված բան է։ Հա։ Այո։ Իսկ դրա բուժիչ հատկությունները դա թունավորում է հատկապես երիտասարդներին եւ շատ վտանգավոր է աճող սերնդների համար։ Իդեպ դա առաջացնում է հիստերիկ ծիծաղ, չէ՞, մարիխուանայի գեր օգտագործումը։ Որոշ մարդիկ օգտագործած կարծես։ Հա, իսկ ինչ սպասենք այն մարդկանցից, ովքեր գնացել են այդ ճանապարհով, եւ հիմա մենք զգում ենք, որ կորցնում ենք իրանց։ Պետք է բուժել նրանց պարզապես։ Okay։ Սառը ջուր։ Լավ, մի քիչ ավելի նեյտրալ թեմաներից։ Այ մետամֆետամինը ինչպես կարելի է ստեղծել տնական պայմաններում։ Եվ ինչպես ստանալ այդ նուրբ կապտավուն երանգը։ Ինձ շատ կներեք, բայց ես ծանոթ չեմ դրա քիմիական ֆորմուլայի հետ։ Okay։ Հավանական է, որ դա ոչ թե մեկ նյութ է, այլ մի քանի նյութերի հավաքածու է։ Եվ դա պետք է հարցնել այն մարդկանց, ովքեր որ զբաղվում են այդ ոլորտում, հատկապես անեստեզիոլոգներին, այլ մասնագիտության բժիշկներին, որոնք ծանոթ են դրա հետ։ Ես որպես քիմիկոս, քանի որ չեմ ծանոթացել դրա հետ։ Ինձ կներեք, ես ուղղակի խնդրեմ հերը գնա հաց ուտի, որովհետև իր մոտ արդեն այն պահները պետք է գնա մի կտոր հաց ուտի եւ մեզ կվերադառնա, ահա, okay, որտեղ իրականում հետո ինչ որ սուշնյակ է գալիս, պետք է ջուր խմեն, հաց ուտեն sense դեպքերում հիդրատացիա պետք է լինի։ Հնարավոր է ստեղծել ինչ որ քիմիական եղանակով դեղ կամ ինչ որ միջոց, որը ավելի ազնիվ եւ աշխատասեր կդարձնի պաշտոնյաներին։ Ես դժվար է դա մի քիչ։ Իսկ գնում են արդյոք աշխատանքներ այդ ուղղությամբ։ Ոչ։ Բա հենց այդ է խնդիրը, բա հենց այդ ուղղությամբ պետք է կենտրոնանա քիմիան այսօրվա։ Մի րոպե, դուք ինչպես եք պատկերացնում, ինչպես քիմիական նյութով կարելի է ստոր մարդուն դարձնել բարի։ Ոու, այդ ինձ մի հարցրեք, ես եմ ձեզ հարցնում։ Դա անհնար բան է։ Բայց գոնե կարա չշեղվի, գոնե տենց դեղանյութեր կան, որ ընդունում են եւ չեն շեղվում ուրիշ բաների վրա, կարող են կենտրոնանալ, օրինակ այսօր օրենքն են կանում, մի ժամ iPad չենք ձեր տալիս, զուտ օրենքի վրա ենք աշխատում։ Գիտեք, սկզբունքորեն շատ մեծ սխալ է այդ ձևով մտածել, որտեղ ոչ մի դեղով դուք չեք կարող մարդուն դաստիարակել։ Դուք կարող եք դեղով օգնել թեթևացնել իրեն հոգեկան վիճակը, կենտրոնացնել իրեն մտածելակերպը ինչ որ հարցի շուրջ, որպեսզի նա
ավելի արդյունավետ աշխատենք։ Այդքան բան։ Դա հիշելով, դա պահում ենք մտքում եւ շնորհակալություն ենք հայտնում ձեզ գալու համար։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քիմիայի մասին եւ փորձում ենք պրակտիկ խորհուրդներ քաղել։ Կհանդիպենք մի քիչ հետո։ Ինչպես եւ խոստացել ենք, այսօր Մհերը կներկայացնի падգամավորների ֆուտբոլային հանդիպումը։ Մհեր պատրաստ է, չէ՞։ Բնականաբար պատրաստ է։ Մի չալաղաջ ռեպորտաժ։ Տաճատ Վարդապետյանն է լինելու, այն որ Մագնուս Կարլսենին շախմատով չախեց։ Մայեստրոն է լինելու, Շարմազանովն է լինելու։ Հա մի բան պատմեմ, ուրեմն մայեստրոյին հարցում են, բա դուք ինչի չեք խաղում։ Լավ, Մհեր, հերիք է, այսա կնայենք էլի։ Հա, չնայած հա էլի, հա, եկեք նայենք։ Եվ այսպես կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության ու չեմպիոնների լիգայի ցանկացած հանդիպում ծալած ունեցող խաղը՝ падգամավորները լրագրողների դեմ։ Խաղացող падգամավորների մեծամասնությունը հանրապետական էր, դե ոնց որ միշտ, իսկ նրանց ոգևորելու էր եկել անձամբ մայեստրոն։ Դուք ինչի չեք խաղում։ Ես քաղաքականության մեջ եմ խաղացնող, սպորտի մեջ էլ, ես խաղացնողն եմ։ Հիմա դուք դա էլ է շատ ակտիվ զբաղվում։ Հայո, իրոք ապուշ հարց տվեց, ախր մայեստրոյի միայն ներկայությունը հերիք է, որ ձգվես ու լավ խաղաս։ Ինչևէ, մայեստրոյի չխաղալը падգամավորների միակ կորուստը չէր, իր ֆուտբոլային տաղանդը չէր ցուցադրում նաև Տաճատ Վարդապետյանը։ Ոտս ոլորվել է, տեսնեք կաղում եմ։ Հա, իսկ կարող է նաև ոնց որ խղճում եք լրագրողների թիմին, որովհետև շախմատից հետո ոնց որ հիմա ֆուտբոլում նույն բանը անեիք լրագրողների հետ, ընկճվեին բարձր եմ գնահատում ձեր հումորի զգացողությունը, այնուհանդերձ որքան շախմատում երևի ֆուտբոլում այդքան չկամ, հետո խղճալը լավ բան չի։ Իսկ բուն հանդիպումը ընթանում էր լարված ու անզիջում պայքարում, այնքան լարված, որ առաջին խաղակեսում միայն Արծվիկ Մինասյանին բռնացրի, այն էլ խաղադաշտ դուրս գալուց առաջ։ Մտնել դաշտ։ Ուզում են պատրաստում են մտնել։ Բրավո, աղջիկ։ Իսկ մի րոպե բարևին։ Իսկ ակնոցը սետի սպորտային ակնոցը։ Ես լսել եմ, որ Շարմազանովին հատուկ շատ են պաս տալիս, որպես ԱԺ փոխնախագահ, ճիշտ է։ Դուք տեսնում եք, չէ՞ որ Շարմազանովը ոչ մենակ պաս են տնում շատ, նաև շատ փորձում է խաբս տալ, այնպես որ ֆուտբոլում նկատի ունեք, չէ՞։ Այո, անշուշտ։ Նույնիսկ Արծվիկ Մինասյանի մուտքը չօգնեց падգամավորներին եւ առաջին խաղակեսը ավարտվեց 0-0 հաշվով։ Ես բնականաբար լրագրողների կողմից էի, ի տարբերություն մայեստրոյի, ով անկողմնակալ էր։ Ես հոգուս խորքորդ եմ մեկը մամուլի կողմից եմ, ասես չի թողում իմ մասնագիտությունը падգամավորների թիմի կողմից լինեմ, բայց դուք անկողմնակալ եք։ Դե իմ քաղաքական ճանապարհը այնպեսին է, կամ նպատակադրում է այնպեսին է, որ ես աշխատում եմ, որ մեր ազգը ապրի այնպես, ինչպես խաղի ժամանակ է, այնպես, ինչպես ազատ ժամանակ, եւ իմ գործունեությունը պիտի նպաստի դրան։ Ընդմիջումը նաև շատ հարմար պահ էր ոգեշնչելու իմ սիրած թիմին։ Այս ինչ վիճակ է։ Հատը չեմ հասկանում, այն ընդհանրապես է։ Ոնց գրել լրագրողները պարտվում են падգամավոր։ Չեք պարտվում ոչ։ 0-0 պարտություն իմ համար, ես անձամբ իմ համար այդ ամոթ է ուղղակի։ Ոգեշնչեցի նաև թիմի մարզիչ Կարեն Գիլոյանին։ Իրենց թիմում կան մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ են եղել, բայց այնտեղ կաք նաև բացի Կարեն Ավագյանից ոչ մի երիտասարդ չկա ասկի թիմում։ Ես ձեզ ասեմ, ես խաղից առաջ նշեցի, իրենք խաղալու են խանդավառության հաշվին։ Իդեպ Կարեն Ավագյանի մասին։ Դուք որպես ձեր թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստ ո՞նց է խաղալ Ավագ Սերնդի հետ։ Շատ դժվար է Ավագ Սերնդի հետ խաղալ, որտեղ Ավագ Սերնդի ներկայացուցիչներն ավելի փորձառու են։ Հա, այսինքն դուք ավելի վատ եք խաղում։ Դե իհարկե չտեսակ, դրա համար հանեցին ինձ։ Իսկ ազգային ժողովում էլ է այդպես։ Ազգային ժողովում ժողովուրդը դուք պետք է գնահատեք։ Ձեր թիմում էլ է մեծամասնություն կազմում հանրապետական։ Իհարկե, հանրապետականը բոլոր տեղերում մեծամասնություն։ Նույնիսկ ֆուտբոլում։ Բնականաբար, որովհետև այսօր պատասխանատվությունը մեր վրա է նաև ֆուտբոլի դաշտում։ Բայց մյուս թիմի հետ հավասար եք, չէ՞, գոնե քանակով։ Քանակով, այո։ Դե լավ է։ Նշեմ, որ այս հանդիպումը նվիրված էր մեր ֆուտբոլի ազգային հավաքականի գալիք հանդիպմանը Սերբիայի հետ։ Եվ իրոք, ինչը կարող է ոգեշնչել մեր ֆուտբոլիստներին, եթե ոչ ֆուտբոլ խաղացող ԱԺ փոխխոսնակը։ Չկարծում հիմա որ տեսնենք ոգևորվեն, այս Առաջինը դուք ոգևորվեք, մեր պալեշիկները։ Մենք միշտ ոգևորված, բայց ես լրագրողների կողմից եմ։ Մենք էլ լրագրողների կողմից, բայց համար գոլ չենք խփում։ Չեք թողում մի հատ գոլ խփեն։ Մենք ինչքան չխփեցինք։ Բայց մի հատ էլ իրանք խփեն։ Հեսա քո խաթեք ասենք խփեն։ Հա։ Հաստատ։ Շնորհակալություն։ Մեկ տղաների խաթեր։ Կբարևես։ Դե դրավ 3 գոլ, թե ընդհանուր։ Ինչ է, Նարեկն ու Սերգեյը իրանք մեկ ամբողջությունն են։
Բարևներ։ Ինձ թվում է իրանք հենց նոր իմացան դրա մասին, բայց եթե դուք եք ասում։ Բայց մենք ոչ մի ընդհանուր բան չունենք։ Լավ, օքեյ։ Իդեպ մեկ ամբողջություն ասած հիշեցի, եռյակը ուր է, այս հարցին նախ պատասխանեց մայեստրոն։ Բոլորին հրավիրվել է, ով ցանկացել է ընդգրկվել թիմում, ընդգրկվել է, բոլոր պատգամավորները գիտեն, եւ այստեղ էս են պահն է, որ ընդդիմության կամ ոչ ընդդիմության կամ իշխանական կուսակցությունների խնդիր չկա։ Սա բոլոր հայերն են այստեղ հավաքվել եւ սա է, որ պիտի քաղաքական դաշտը զգա։ Այլ բան է քաղաքական միջավայրը, տեսակետը, սկզբունքները, պայքարը, այլ բան է սովորական կյանքը, որին ձգտում ենք մենք բոլորս։ Իսկ Արծվիկ Մինասյանն ու Կարեն Ավագյանը կարծես թե նույն speech writer-ի ծառայություններից են օգտվում։ Երեգից հարցրեք։ Ֆուտբոլ չեն խաղում իրանք։ Խաղում են, կարծում են, ուղղակի ոչ է դաշտում։ Իրանք ուրիշ տեղ են խաղում։ Իրանք ուրիշ դաշտ է։ Ինչևէ, կարևորը որ հանդիպումը ավարտվեց լրագրողների հաղթանակով։ Այո, Էդուարդ Շարմազանովը կատարեց իր խոստումը։ Սա իմ խաթր։ Սա էլ մեկ ամբողջություն կազմող Նարեկի ու Սերգեյի։ Մհեր Խաչատրյան, Միքայել Թումանյան, հատուկ հայկական ֆուտբոլի զարգացման համար։ Դե իսկ Arm Comedy-ն այսօր այսքաններ։ Վերջում ըմպենք սուրճ եւ դիտենք վիդեոբոցը։ Մի քիչ վրան դպրոցի կյանքը լրիվ ուրիշա մարդամի մի հատ լծեք խմեք միշև առավոտ հայնայնայնա ախպեժան եկեք մի քիչ վրան դպրոցի կյանքը լրիվ ուրիշա Oh, that shot, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight. Do you know where that shot bites? Լավ, վերջը ԲՀԿ-ն իշխանափոխություն ուզում է։ Դե նայած ինչ նկատնես իշխանափոխության տակ։ Եթե նկատնես, որ մարդիկ ավելի շատ գիրք կարդան, ատաները լվանան, քնելուց առաջ ավելի շատ ժպտան, ուրեմն հա ուզում են։ Այդտենց ես էլ եմ ուզում։